Պատրաստելու ենք մերինգվի ռուլետ, մեզ անհրաժեշտ է ձվի սպիտակուց սենյակային ջերմաստիճանի, աղ, շաքարավազ սկսում ենք հարել, ավելացնում ենք լիմոնի հյութ, նաև օսլա, փռում ենք յուղաթղթի վրա և վրան շաղ տալիս կտրածած պիստակ, թխում ենք ջեռոցում, երբ պատրաստ լինի, մերինգան շուռ ենք տալիս չոր խոհանոցային սրբիչի վրա։ Այդ ընթացքում պատրաստում ենք նաև կրեմը, կրեմի համար մեզ անհրաժեշտ է սերուցքը հարել շաքարի փոշիով և ավելացնել կաթնաշոռային պանիրը, վանիլ նաև։ Երբ մերինգան սառչի, քսում ենք կրեմը, ավելացնում ենք, եթե ունենք հատապտուղներ, եթե ոչ, կարող ենք ավելացնել հատապտուղներից պատրաստված ջեմ, ցանկացած ինչ որ դուք սիրում եք, նաև շաղ ենք տալիս պիստակ և սրբիչի օգնությամբ փաթաթում ռուլետը, դնում սառնարան մի քանի ժամ, որպեսզի սառի և կարող եք հետագայում մերինգան նաև զարդարել հատապտուղներով, թարմ մի փոքր կրեմով, վրան ինչ-որ զարդեր նախշեր անելով, անչափ համեղ և թեթև դեսերտ է, փորձեք կստացվի անպայման։